Ինչու լրատվամիջոցներն այդքան լուսաբանեցին ցրտահարությունից ու կարկուտից տուժած գյուղացիներին, զարմանում է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Ժողովրդի մեջ այն տպավորությունը ստեղծվեց, որ այս տարի բերք ամբողջապես ոչնչացավ, գյուղատնտեսության ոլորտը զարգացում չի ունենալու։ Պետությունը միշտ էլ գյուղացու կողքին է, համայնքներին արված օժանդակությունն էլ ճիշտ ժամանակին ու հսկայական։ Հողերի հարկը ուրեմն ամբողջապես փակեց պետության կողմից, ջրի վարձերը ամբողջապես փակվեցին, պարարտանյութ, լրացուցիչ պարարտանյութ, դիզվառելիք տրամադրվեց, սերմեր տրամադրվեց գյուղացիական տնտեսություններին, վարկերի ժամկետները հետաձգվեցին։ Բերքն այնքան առատ է, որ նախարարն անձամբ որոշել էր հյուրասիրել լրատվամիջոցներին։ Կարող եք օգտվել։ Գյուղնախարար Սերգո Կարապետյանը հպարտությամբ թվարկում է նախարարության վերջին 7 ամսվա աշխատանքները։ Թեև տարին ոչ բարենպաստ էր, սակայն բերքն այս տարի առատ է, ամենայն պատասխանատվությամբ այսօր հայտարարեց նախարարը։ Նախարարը սուտ է ասում։ Նախարարը սուտ խոսալով մանական է։ Միրգ չկա, ասում է շատա, որ էժանցնա տանա իր զավոդը ընդունա։ Կարտոշկեր մեր գյուղում, Արագած գյուղում Ղազնաֆարում, սաղ քոլերը տարավ, այդ կարգուտ են։ Նախարարի տվյալները բոլորովին այլ են։ Տուժել է միայն Ծիրանը, ինչ վերաբերում է գյուղացիների դժգոհություններին, նախարարի կարծիքը միանշանակ է։ Բողոքները եղել են, կան եւ միշտ էլ կլինեն։ Գոհը կամ ոչ գոհը շատ հարաբերական է։ Այս տարի օրինակ ես ասեմ, մթերման գները բարձրացել է։ Ես դա բնական եմ համարում։ Եթե գյուղացուն հարցնեք, կասի էլի էժան է։ Սերգո Կարապետյանը շարունակում է պնդել, նախարարությունն անում է առավելագույնը եւ որպես ապացույց նշում, գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 316 միլիարդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ գրանցելով 3.2% աճ։ Ես ուզում եմ շեշտել, որ գյուղատնտեսության ոլորտում վնասաբեր ոչ մի կուլտուրա չկա։ Երբ որ մենք հաշվում ենք իրենց ստացած արտադրանքը եւ եկամուտը, եկամտաբերության տոկոսը բարձր է։ Ես 0 եմ, առաջ չեմ եթում, հետ եմ եթում, ոնց եմ եկամուտ ունենում։ Ես ամեն տարի սպասելիքներ ունեմ, որ այսքան տոննա ավել եմ արտադրում, ավել գծախեմ, ինչ-որ մի արդյունք եք հասեմ, չկա, բան չկա մեջը։ Եկամուտ իրանց սիթիներում կա, ըզնից կառն 200 դրամ կդնա 500 դրամ։ Ես ամբողջը, որ վաճառվի, մի հատ սիլիտրա չենք կարող առնենք։ Նախարարի համար ինչ կա, այսօր գյուղացին ամենակ տանջվում, այդքան տոկոսների տակ ջռում։ Մինչ գյուղացիները դժգոհում են բերքից ու ծանր պայմաններից, Սերգո Կարապետյանը վստահ է, այս տարի Հայաստանը կկրկնապատկի գյուղմթերքի արտահանումը։ Պատճառը ռուսաստանյան էմբարգոն է, սակայն մինչ օրս որևէ նոր պայմանագիր ռուսաստանյան շուկայի ներկայացուցիչների հետ դեռ չկա։